Միացյալ Նահանգների գերագույն դատարանը պաշտպանեց ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Դատարանը մերժեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի հրամանագիրն, ըստ որի Միացյալ Նահանգներում անօրինական կամ ժամանակավորապես գտնվող անձանցից ծնված երեխաները չեն կարող դառնալ Միացյալ Նահանգների քաղաքացի։ Ճիշտ է, Սահմանադրությունն է որոշում, և ժողովուրդը պաշտպանել է Սահմանադրությունը։ Միացյալ ժողովուրդը երբեք չի պարտվի։ Այս բովանդակության պաստառներով բազմաթիվ միգրանտներ էին հավաքվել Միացյալ Նահանգների գերագույն դատարանի առջև։ Կալիֆոռնիայի դեմոկրատ սենատոր Ալեքս Պադիլյան արդարացնում է դատարանի որոշումը։ Այս գաղափարը գալիս է ավելի քան 100 տարի առաջ, և Սահմանադրությունը չէր կարող ավելի հստակ ասել դրա մասին։ Եթե դուք ծնվել եք Միացյալ Նահանգներում, դուք քաղաքացի եք և վերջակետ։ Այսօրվա որոշումը նաև հարգանքի հարց էր։ Հարգանք այն մարդկանց նկատմամբ, որոնք սերունդների ընթացքում եկել են այս երկիր, ինչպես իմ ծնողները։ Նրանք եկել էին Մեքսիկայից, ամերիկյան երազանքի հետևից։ Դատարանի որոշումից ուրախացած Միացյալ Նահանգներում ժամանակավոր կամ անօրինական գտնվողները վանկարկում էին. Ցույց տվեք ինձ, թե ինչ տեսք ունի ժողովրդավարությունը։ Ահա թե ինչ տեսք ունի ժողովրդավարությունը։ Դատարանը 6 կողմ 3 դեմ ձայներով է վերահաստատել, որ Միացյալ Նահանգներում ծնված անձինք որոշ բացառություններով այդ երկրի քաղաքացի են անկախ ծնողների կարգավիճակից։ Հյուսթոնում բնակվող ներգաղթյալ կնոջը այս որոշումը հույս է տալիս, որ իր երեխաները չեն արժանանա այն ճակատագրին, որ ինքն է ունեցել։ Կարևոր է, որ իմ երեխաները կարգավիճակ ունենան, քանի որ ես չեմ ուզում, որ նրանք անցնեն ներգաղթի այն գործընթացներով, որը ես անցնում եմ մանկությունից։ Այսպես, դատարանի այս որոշումը կայունություն է տալիս նաև իմ երեխաներին։ Միացյալ Նահանգների նախագահը մինչդեռ հիասթափված է Գերագույն դատարանի այս որոշումից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարցը կարող է վերանայել Կոնգրեսը նոր օրենք ընդունելով։ Associated Press գործակալությունը ներկայացնում է դատավորի հիմնավորումը։ Դատավոր Ջոն Ռոբերտսն ասաց, որ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը, որը ընդունվել է քաղաքացիական պատերազմից հետո և նախատեսված է քաղաքացիություն տալու նախկինում ստրկացված մարդկանց, քաղաքացիություն է տրամադրում նաև այս երկրում ծնված գրեթե յուրաքանչյուրին։ Բացառություններ են, օրինակ, դիվանագետների երեխաները։ Միջազգային մամուլը հիշեցնում է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիություն չտրամադրելու մասին հրամանագիրը Թրամփը ստորագրել էր իր նախագահության երկրորդ ժամկետի առաջին իսկ օրը։ Նախագահի և նրա վարչակազմի ընդհանուր դիրքորոշումն այն է, որ ամերիկյան հողում ծնված յուրաքանչյուրին քաղաքացիություն տրամադրելը խթանում է անօրինական ներգաղթը և այսպես կոչված ծննդաբերական տուրիզմը։ Դա պրակտիկա է, որով օտարերկրացիները գնում են Միացյալ Նահանգներ այդ երկրում երեխա ունենալու և այդ երեխաներին ամերիկյան քաղաքացիություն ապահովելու համար։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։